Սամվել Գալստյանի հարցն է, այս հարցը իդեպ ասեմ ձեզ, շատ բանը պատվոխով հարց են տա, անընդհատ այս հարցը ոնց որ sense շրջանառության մեջ լինի, երբեմն այս հարցը տալիս են մարդիկ, որոնք բանի հետ Էդմոնի հետ մեծ լուրջ համագործակցություն են ունեցել կամ ինչ որ բայ Էդմոնին համարել են ընդդիմադիր կամ չընդդիմադիր էական չի։ Ու իմ համար շատ խնդալու է, անկեղծ ասեմ, այս հարցի պատվոխը, բայց ես ուզում եմ ոչ թե նայենք այս հարցի պատվոխի կտորին, ես ուզում եմ նայենք այս հարցի բանին, էլի, ասեք, իրոք գործառնական մասին, որն է եղել այս հարցի իրական մասը, որն է, իրականում ով Էդմոնին դարձրեց Էդմոն 2012-ից սկսած։ Մի վարքյան ուղակի մի հատ ես բան եմ այստեղ նայում, ներողություն եմ խնդրում, ահա եւ շարունակեմ, էլի, պրոստը այս կարևոր է իմ համար, մենք այստեղ նաեւ մոնիտորինգ ենք անում տարբեր բաներ ու իմ համար խնդրում եմ այս տվյալները պարբերաբար թարմացնել։ Ուրեմն նայեք, պատվոխը որն է այս հարցի, Սամվելի հարցն է, ասեմ ձեզ, ինչ են ասում են, որ 2012 թվականին նախկին իշխանությունները, մասնավորապես Միքայել Մինասյանը, Էդմոն Մարուքյանին բերել է դարձրել է պատգամավոր Կիրովականից մեծամասնականով, Էդմոնին Մարուքյան տվել են կեղծ փաստաթուղթ մշտական բնակության մասին Հայաստանում եւ Վիկտոր Դալաքյանի փոխարեն իդեպ այն նույն Վիկտոր Դալաքյանի, որի աղջիկը այսօր Լիլիթ Դալաքյանն է իշխանական ռոպագանդիստ աշխատում, փոխարեն հաղթել է Վիկտոր Դալաքյանին, Էդմոն Մարուքյանը դարձել է պատգամավոր։ Ամենայն անկեղծությամբ ասեմ, ես որևէ մեկի փաստաբանը չեմ ուզում դառնալ, որևէ մեկին չեմ ուզում պաշտպանություն իրականացնել, հատկապես երբ որ անկեղծ կարծում եմ, որ բան չենք, որ դրա կարիքը չունեն այդ մարդիկ նաև։ Ինչի, որովհետև շատ դեպքերում օրինակ նույն Էդմոն Մարուքյանի մասում ամեն ինչ այնքան պարզ է, որ չգիտեմ էլի ինչ բան կարա։ Բայց ես ուզում եմ մի բանի վրա կենտրոնանալ։ 2012 թվականին Էդմոն Մարուքյանը Վանաձորից մեծամասնական ընտրակարգով դարձել է պատգամավոր։ Ես ասեմ ձեզ, իմ համար շատ լուրջ հարց է այս հարցը, թե իրականում Էդմոնին պետք էր տալ դա, թե պետք չէր տալ, որովհետև ես տեղյակ եմ, որ ուսումնառության մեջ գտնվելը չի համարվում բացակայություն երկրից, դրա մասին տեղյակ եմ, այսինքն այդ թուղթը կարային տային, բայց այն Էդմոնին ծափ տվողները, Էդմոնին նայողները, Էդմոնին սիրողները այս հարցը կան իրան տան, ինքը փորձի ապացուցի, որ դա ճիշտ է եղել։ Ես վաղը մյուս օրը, եթե լինի հնարավորություն, հաջորդ իշխանության պարագայում ես փորձելու եմ այս հարցը հասկանամ, որտեղ իմ համար էլ է հարց։ Իրոք ախպեր Էդմոնին ինչ-որ մեկը տենց թուղթ է տվել, որը որ պետք է չտար։ Որտեղ այնքան պնդողներ կան էս։ Բայց ասեմ ձեզ, ես ունեմ խորը համոզմունք, որ Էդմոնին այդ թուղթը չի Էդմոն դարձրել։ Էդմոնին Էդմոն է դարձրել քաղաքական ընդդիմադիր դաշտը։ Ոնց որ Նիկոլին Նիկոլ չի դարձրել Լևոն Տեր-Պետրոսյանը, որ մինչև հիմա դեռ կան մարդիկ, արա լուրջ դեմքով նախագահ Տեր-Պետրոսյանին տնում են, ասում են Նիկոլը ձեր հոգեզավակն է։ Okay։ Նույն ձևով Էդմոնին չի դարձրել Էդմոն նախկին իշխանություն։ Էդմոնին դարձրել է Էդմոն ընդդիմադիր գործունեությունը իր, որը այն ժամանակ եզակի էր, քանի որ Էդմոն Մարուքյանը նոր ոճի քաղաքական գործիչ էր։ Հիմա ուզենք, չուզենք, Էդմոն Մարուքյանը նոր է դարել բացասական իմաստով քաղաքական գործիչ, քաղաքական երևույթ ավելի շուտ ոչ թե գործիչ, իր պահվածքը։ Իրան Նիկոլը փչացրեց։ Մինչև այդ Էդմոն Մարուքյանը գործիչ էր, որը նոր մշակույթ էր բերել Հայաստան, ժպտում էր։ Իդեպ լավ եմ հիշում, այսօրվա նման հիշում եմ, Էդմոն Մարուքյանին առաջին անգամ ես հանդիպել եմ եթերում էլի, առաջին անգամ հանդիպել եմ Arm Comedy-ի տղերքի հետ հարցազրույց անելուց, Նարեկի ու Սերգեյի հետ։ Երբ որ տղերքի մոտ հյուր էր մի մարդ, որը ժպտացող տեխնացու էր, ու Նարեկին բան էին անում, տրոլինգ էին էլի, ասում են ախպեր քեզ ժպտում, արա սաղի պաստառները, տխուր պաստառները, դու ժպտալով ես եկել։ Այս մարդը ասում էր ախպեր, ես նոր մշակույթ եմ բերեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես Էդմոնին առաջին անգամ այդտեղ եմ տեսել Ժորժ ջան։ Ու ասեմ ձեզ, քաղաքականության մեջ, քաղաքական հմայքը, այսպես ասած, հա, քաղաքական approval հատվածը, մարդկանց approval rating-ը չի ձևավորվում երբեք ոչ ինչ որ մեկի կողմից ինչ որ բան տալ։ Դու կարաս լիքը մարդ, ես մարդ գիտեմ ու դուք եք գիտեք այդ մարդուն, բայց ես չեմ անուններ չեմ տալու բնականաբար ու լավ եմ անելու, կամ ազգերն չկա որ ասի, արա դե ախպեր լավ էլի, արա անուն, արա բան չէ։ Հիմա անուն չտալով մարդ կա
Քամակը փեդը կողած ուր ասես ուղարկում են։ Ինչ խան ասես խոսաստում են, խոսա։ Արա այդ մարդուն չեն սիրում իրականում ոչ մեկ։ Ուզում ես 50 տեղ եթեր տուր, արա չեն սիրում ախպեր, չեն սիրում եւ վերջ։ Չեն սիրում ախպեր։ Ինչ անում է ձախողվում է, բայց մեկը ասում են արա, դավայ, գնա գաստու, դավայ, ստե է պետք եթեր գնալ, գնա, անդե է պետք, դե 3 անգամ գնա, շաբաթը 4 անգամ գնա։ Արա բայց չեն լսում, չէ՞ այդ մարդուն։ Քաղաքական հմայքը չի կարա թելադրված լինի, ինչ որ մեկին շատ եթեր կամ քիչ եթեր տալով։ Արա մի բան է պետք է այդ մարդու մեջը լինի, էլի ժողովուրդ ջան։ Մի բան է պետք է իր մեջը լինի։ Ես ասում եմ, ես գիտեմ մարդ այսօր, որից զզվում է հասարակության 75%-ը։ Անդիմադիր հասարակության։ Հələ բայց այդ մարդուն տարբեր տեղեր անընդհատ տանում կողում են եթերներ։ Հիմա այդ մարդու եթեր գնալը չի ավելացնում իր հանդեպ սերը։ Հակառակը, երբեմն զզվանքն է ավելացնում։ Հիմա ինչ ուզում եք ասեք, ինչքան ուզում եք ասեք, ձեր ցավը տանեմ, ասել ասողի։ Էդմոն Մարուկյանը ինքն է վաստակել իր բանը, ունեցած, չգիտեմ, այս կամ այն աստիճանի approval rating-ը։ Ինչ որ պահի Էդմոն Մարուկյանը եղել է ավելի շատ ռեյտինգով, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինչ որ պահի։ Բայց Նիկոլ Փաշինյանը վերջում եկավ կերավ, չէ՞ սաղին, այդ քիչ թե շատ ռեյտինգովներին։ Կերավ սաղին, վերջում էլ զուգարան գնաց, պարզվեց, որ այդ ում որ կերել էր, մի մասը չուզեցավ դուրս գա անդեից ու մնաց այնտեղ։ Բայց միջև այդ փորի մեջ շուխուր էր անում, ասում էր ինչ շուտ քաքի։ Հիմա այդ շուխուրի ժամանակ մարդիկ լսին ասին, հա, ոնց որ էսի ինդիմադրիկը ջոգին ախպեր չի դուս գալի, ինգեր էս տղեն։ Այդտեղ բրծավ Էդմոն Մարուկյանի աստեղային ժամ, եւ Էդմոն Մարուկյանը դարավ 0.5%-անոց քաղաքական ուժի լիդեր։ Ու մանրից այդ քաղաքական ուժում մնաց մենակ։ Մի հոգու հետ։ Եվ մի կին ատամնատեխնիկ, ինչպես ասում են հայտնի ֆիլմում։ Այսինքն Էդմոն Մարուկյանին ժողովուրդ ջան, ով է սարքել, ով չի սարքել, ով է դարձել, ինքն է իրան դարձրել։ Ինքն է իրան դարձրել։ Եկեք անկեղծ լինենք, էլի, այսինքն բան չի, էլի, ոնց ասեմ ձեզ, իշխանական իշխող կուսակցության падգամավորության բանի համամասնական ցուցակ չի, էլի։ Ասենք որ ասեք օրինակի համար ով է տարել գեներալներին ազգային ժողով, կասենք ախպեր ջան, այն մարդիկ ովքեր գրել են իրանց ցուցակում, իրանց դարձրել են, հա, օքեյ։ Արա բայց Էդմոնին, եթե դաժե ձեր ասածն է, ու ինչ որ մարդիկ միջնորդել են, որ իրան ապօրինի թուղթ տան բան մանես կոմենկոմ, Էդմոն Մարուկյանը դրանից հետո մի անգամ էլ չի դառը падգամավոր։ Էդմոն Մարուկյանը դրան այդ ընթացքում գործունեություն է, չէ՞ ծավալել։ Արա Էդմոն Մարուկյանին միջև այսօր լիքը մարդ դսում է դեռ։ Ու լսելն ուրիշ է իրականում բան էլեկտրոն վարկը ուրիշ է փաստա, բայց չենք կարա, չէ՞, ասենք, չէ, ախպեր։ Այսինքն այդ մարդ ինչ որ մի բան իրանից ներկայացնում է, չէ՞, հա մուտի տանում, փորձում է սաղին ու միշտ խափի, որը չի ստացվելու իր մոտ։ Շատ մարդիկ մոռանում են, շատ մարդիկ չգիտեն, որ Էդմոն Մարուկյանը Նիկոլ Փաշինյանի համապատասխան գաստրոհատվածներում ունեցել է կոնկրետ գաստրոենտերոլոգիական գործունեություն։ Մի մասը ասում է լավ օրա դեր ոչինչ էլ տենանք էս ինչ է ասում։ Հա բայց Վարդան Ղուկասյանին էլ դոգին էլ լսում էին տասնյակ անգամ ավել շատ մարդիկ, չէ՞։ Այդ մարդուն ընդամենը ձերբակալեցին, քանի որ սաղի այդ ճշնամացած էր դաշտում, այդ մարդու մասին խոսակցություն այսօր գրեթե չկա հանրային լայն լսարաններում։ Էդմոնը փորձեց դաժատեղ մտնի, չէ՞։ Այդտեղ դաժե վա ժամանակ ասում էր ես Դավիթ Խաչակյանին ասել եմ գնա ոստիկանություն դիմի, որովհետև քֆուրը մեր համար անընդունել է, մեկը տենում էր մտնում էր դոգի հետ, ասում էր բարև ձեզ պարոն Ղուկասյան, ոչ մեկ չի ասում, արա այ տղա, բա դու ասում ես հայոյանքը քաղաքական հայոյախոսությունը քո համար ընդունելի չի։ Այդ ո՞նց է թիվ 1 հայոյախոսությամբ զբաղվող մարդուն զանգում ասում պարոն Ղուկասյան, որտեվ Էդմոնին պետք էր միտեղ որ դրսևորվի դոգի բերած ձեները տանի իր մոտ, դա չի կարալու։ Հիմա Էդմոնին ով դարձեց, ժողովուրդ, առհասարակ ձեզ ասեմ մի բան, իմ խորին համոզմամբ վաղուց իմաստ չունի քննարկել ով ում ինչ դարձրեց։ Հիմա պետք է քննարկել ոնց Նիկոլին դարձնել կալանավոր կամ դատապարտյալ ավելի շուտ։ Այս հարցը ավելի կարևոր է, Էդմոնին ով սարքեց Էդմոնին, ես իմ ուզում եք համարեք որ սարքեցին նախկին իշխանությունները, օքեյ, համարեք որ սարքեցին նախկին իշխանությունները։ Բայց ինչ, հիմա Էդմոնին դա ինչ որ ձևով օգուտ կամ բանաս, Էդմոնի համար կարևոր է ով իրան ինչ սարքեց։ Այսօր կասի սենց, վաղը կասի նենց։ Փողին մուննատ, պաշտոնին մուննատ, ուզում եք գրած գամ ձեր հետ։ Հիմա չէ, որ parza հիմա դե parza չի բանանի հիմա։ Վաղը մյուս օրը ընտրություններով Նիկոլը կեղծի ինտերվի։
գա իշխանության, Էդմոնին առաջարկի պաշտոն, Էդմոնը այսպես թռած գնալու է, ու դուք կորելու, էլ չի մտնելու լայվ, էլ չի խոսալու, էլ են կարպիսի հետ չի մտնելու ինչ-որ լուրջ եթերներ անի, տենց ինչ-որ պոդքաստ բաներ մաներ, ու դուք սաղդ մոռանալու եք Էդմոնին մի որոշ ժամանակ։ Հետո նորից Էդմոնին հանելու են տշեն, գցելու են դաշտ, Էդմոնը գալու է խոսել, նորից լիքը մարդ գնալու է նայ Էդմոնին, կարդան մեկ էլ դու օրինակ Սամվել ջան գալու ես, ասես իսկ Էդմոնին ով Էդմոն դարձրեց։ Այ ախպեր ջան, ինչ էական է Էդմոնին ով Էդմոն դարձրեց։ Էդմոնն ինքն է իրան Էդմոն դարձրել։ Իմ մոտ որ մեկը խոսում է Նիկոլին ով Նիկոլ դարձեց, ես ներվային անում եմ։ Ես անձամբ իմ աշկի դեմն ա եղել։ Նիկոլի նման հետևողական ու սեփական նպատակի հետևից գնացող գործիչ 10 հոգի լիներ Հայաստանում այսօր հականիկոլական դաշտում Նիկոլը չէր լինելու։ Չէր լինելու։ Չի կարելի մենակ դնել ու բանալ, թերագնա։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը, այո, սրիկա է, այո, Հայաստանի Հանրապետությունը հանձնել է ու շարունակում է հանձնել ու շարունակելու է հանձնել, բայց Նիկոլ Փաշինյանի նպատակասլացությունը եւ Նիկոլ Փաշինյանի որպես գործիչ բոյ տալու պատրաստակամությունը շատ քիչ մարդ ունի դաշտում։ Եթե չասենք, որ այս պահին գրեթե ոչ մեկ չունի։ Դրա համար եկեք բան մի արեք, էլի մարդը survivor է։ Դուք իրան կրելու, ես ասել եմ ձևերը իմ պատկերացած ու դա է միակ ձևը։ Ուրիշ ձև չկա։ Հիմա դնենք ասենք Նիկոլին, ինչ Նիկոլին, ախպեր, Նիկոլին ես հիշում եմ 2007 թվին ռուպերը գրկել էր մի հատ չմոր ռուպեր սովետական, այն որ խոսալուց տոկ էր տալիս։ Այդ ռուպերը գրկել էր 50-60 բերետավորներով, եկել Նիկոլին քաշում էին, որ այդ ռուպերը ձեռից վերցնեն, միջև վերջ այդ ռուպերը պահեց։ Գետնի վրա անգաս, տվեց ռուպերը տարան իրան բռնին։ Ես տենց եմ տեսել Նիկոլ Փաշինյան։ Այդ ինչքան ուզում եք, ինչ ուզում ենք, ասենք ժողովուրդ ջան։ Նույն ձև հիմա պահում է իշխանությունը այդ մարդը։ Ու անընդհատ չելենջ անում, ասում տղա եկեք վերցեք։ Հիմա հարցը որն է, ով է տղա, որ Նիկոլից իշխանություն վերցնի, թե ով բերեց Նիկոլին, ով դարձրեց Նիկոլին Նիկոլ։ Նույն Էդմոնի հարցն է, իրոք էլի, ասենք չհոգնեցինք, ենթադրենք ինչ որ, հա Էդմոնին օրինակ, օքեյ։ Մյուսը որ ասում են իշխանությունները, բայց իշխանությունը պետք է օգտագործի ցանկացած ընդդիմադիր բան։ Մի այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Գեգամ Նազարյանի պատրաստակամությունը փչանալու այնքան, ինչքան փչանում է։ Հիմա Նիկոլը մեղավոր է դրանում։ Մեղավոր չի, չէ՞ դրանում։ Հիմա նախկին իշխանություններին պետք է եղել Նիկոլ Փաշինյանի ձենը բարձրացնել, օրինակ եմ բերում, հա։ Իջացնել կոնգրեսի ձենը։ Լավ են արել, բայց Լյուբոյի իշխանությունն է տենց աշխատում, արա։ Լյուբոյի իշխանությունն է տենց աշխատում։ Լյուբոյ այսօր Նիկոլն է նույնը անում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նույնն է անում։ Բարձրացնում է զվուկը մարդկանց, որոնք որ իրանց պետք են, այն մարդկանց, որոնց պետք չեն, բռնում է, հալածում է, նստստում է։ Ի տարբերություն նախկին իշխանությունների չէին հալածում, նստստում խոսքի համար։ Դες բան չի եղել, ընտանիք չէին մտնում։ Բայց հիմա դրանք տարական քաղաքական բաներ են, հասկացողություն են, քաղաքական այբուբեն է ասել առաջին նախագահի։ Դա քաղաքական այբուբեն է։ Եվ այդ քաղաքական այբուբենից չի կարելի, ոնց ասեմ, ինչքան է թռնեք, մեկը Մեսրոպ Մաշտոցն է, չէ՞, հայոց գրերը գրել։ Նույն այդ քաղաքական այբուբենն է, դա կա եւ դա է այսօր ու ընդհանրապես աշխարհում ձևավորում քաղաքականությունը։ Իմ կարծիքով այս ամենակարևոր պահն է, որը որ պետք է արձանագրել եւ անցնել առաջ։ Իսկ թե Էդմոն Մանուկյանի այդ թուղթը իրականում եղել է օրինական թե ոչ, համենայն դեպս ես առիթ չեմ ունեցել երբեք նախկին իշխանության ներկայացուցիչների հետ խոսալու այս թեմայով։ Ավաղը միսօրը բոլորով կգնանք, կպարզեն, կհասկանանք, կգտնենք այդ թուղթը տվող օրինակի համար բանին, օվիրին, կասենք ախպեր ջան կամ տյոջ ջան, մի հատ բացատրի մեզ որը որից հետո է ոնց է խես տվե եւ այլն կհասկանանք Էդմոն Մանուկյանը 12 թվին ուներ այդ թուղթը ունենալու իրավունք թե չուներ այդ թուղթը ունենալու իրավունք բայց դրանով նորից եմ ասում չի ամբողջանում ով Էդմոնին դարձրեց Էդմոն հարցի պատասխանը որտեվ տենց չի Էդմոնը դարձրել այսօր շատերին ուզում են դարձնել ինչ-որ մի բան այդ մարդկանցից զզվում են որտեվ մարդիկ մուտիլովշիկ են այդ մարդիկ զզվելի են այդ մարդիկ մեծախոս են ստախոս են Էշ բաներ են ասում ու անում։ Էդմոնը չի եղել այդքան այդ բացասական, բայց փորձել է լավ կողմերը օգտագործի ու 12 թվից ես ասացի ձեզ ոնց եմ տեսել, եկել է դա ինքն է իրան սարքել Էդմոն։ Այս իմ կարծիքն է։ Գնացինք առաջ։